խոսք չկա ասելու։ Այնքան բարի ահավոր բարի։ Նրա համար սենց մխկտում ենք ու հասել ենք, որ իր հոգին գոնե հանգստություն լինի, բայց պատժվողները թող պատժվեն։ Աշխատող անձամքիդ կոկորտ բաժանմունքի մայրապետն եմ, աշխատել եմ շատ հաճույքով։ Մի հատ բարձր գոռացած շեղի կյանքում։ Հրաշալի մարդ է, դուք չեք պատկերացնում, ինչ ընտանիքի դաղ, ինչ ընտանիքից է դուրս եկել։ Չգիտեմ, ես խոսքեր չեմ գտնում ասելու։ Ինքը արժանի չէր։ Նվար հրաշալի մարդ, լավ մասնագետ։ Հնարավոր չի, դուք չգիտեմ չեք պատկերացնում նա ինչ մարդ է եղել։ Այդպես մարդ չկա, որ անգած իրանից դժգոհ գնացած էլի բոլորին օգնելա, բոլորին բուժելա, անխտիր, անշահախնդիր։ Միանշանակ կտրուկ բացասական նշանով, քանի որ համարում եմ սա ոտնձգությունը ոչ միայն զոհվածի հանդեպ, այլ ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ։ Իմ կոչը, որ պետք չի ներել նման ստահակությանը, նման սրիկայությանը, հակամարտկեցվածքին եւ ընդհանրապես օրենքից դուրս ոմանց հավակնություններին, օրենքից դուրս գտնվելու ավելի բարձր, քան ինքը օրենքը կարող է լինել։ Հա, լավ հասկացանք, ոտնահարված է մեզանում օրենքը, մարդկայինն էլ սա ներելի չի։ Ես չէի ճանաչում, բայց ինչ կապ ունի։ Ճանաչում եմ, չեմ ճանաչում։ Իմ երկրից է, իմ ժողովրդից է, ինձ համար նշանակություն չունի, ինքը բժիշկ էր, բժիշկ չէր, մարդ էր, հա, կարող է եւ խմել էր, լավ էր արել, չգիտեմ, բայց մարդուն զրկել կյանքից, չհասկացա, կամ խոշտանգել, կամ ինչ որ ծեծի ենթարկել, կամ բան, սա անմարդկային բան է, սա ոնց կարելի է ներել։ Չի կարելի, միանշանակ։ Այստեղ եմ որպես այս ժողովրդի մի մասնիկ, ես չեմ ճանաչում բժշկին, Արցախում նահատակվածներին մատաղ եմ համարում, բայց սրան խոսք չեմ գտնում ասելու, ինչպես ներեմ, տան մեջ է հիմա իրար սպանենք, հա, սրան ենք այսօրվա համար ենք գնացել Արցախ, այսօրվա համար է եղել մեր պատերազմը, ես չգիտեմ ինչ խոսք մխիթարանք, ինչ բառեր ուղարկեմ Վահե բժշկի ընտանիքին, հայ ժողովրդին, բայց որ պիտի պատժվեն, սա ժողովրդի երդումը պիտի լինի, այս մոմավառությունը անծանոթ ինձ նման մոր, ուրեմն պատիժը պիտի այսպես համազգային լինի, այսպես համաժողովրդական պիտի լինի, ուրիշ բառ չունեմ ասել։ Ես ինքս կլինիկական օրդինատոր եմ, ապագա բժիշկ, հետևաբար եկել եմ բողոք արտահայտում։ Դե չեմ կարծում, թե ինչ-որ շատ բանի կհասնենք, բայց փորձում ենք։ Հանցագործներ! 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 Ora mort կա մեջ է, սոր ես քանից է։ Մեղավոր են
իհարկե, որովհետև ասած եթե ոչխարը մեր ազգը հարսանիք անում, արած հասկանում եք հանցագործություն եք դու հարսան, թող դուրս կան։ Դուք մի փորձեք եմ այստեղ հանգստանալ։ Մենք չենք ուզում հանգստանալ։ Հայաստանի Հանրապետությունը ցավում եք բոլորը, ցավում եք։ Չի երևում։ Չեք դատում իրար, դու պոստիկանություն եք, ինչի չեք դատում։ Դատելու եք, տեսնեք Այս երկու արդարադատություն չկա։ Այս երկու արդարադատություն չկա։ Հարց հոգի։ Տեղի անանում հարսանիք։ Հələ որ հարսանիք։ Թողեք հասարակությանը, մի պագեք հասարակության Բայց ես չգիտեմ որ ես ես վիճակի մեջ եմ մեկ չի կա հասկացի Ոստիկան օլիգարխի ոստիկան օլիգարխի ոստիկան օլիգարխի ոստիկան օլիգարխի ոստիկան օլիգարխի ոստիկան Es մարդիկ չեն հասկանում, ես Հայաստան վերահասկանում է, սա հայկական պետականության տերորը, սա ազգի դավաճանությունը։ Հայտարարում ենք, որ վաղը նախագահական նստավայրի դիմաց անում ենք ակցիա ժամը 1-ին։ Մեր մոտ չեն գալու, որ մենք իրար ծիժոր բան ասենք, բայց ինչ ենք անում, լսեք, հիմա ստերից երթով շարժվում եք, սանի որ երթով շարժվում եք, բոլորս առանձնանում եք ու միասին քննարկենք մեր հետագա քայլերը։ Մի քիչ լարված է, բայց ինչ։ Կոնկրետ ասա ուր եմ շարժվում եմ, հիմա իրավից իջնում եք ձեպի մեջ,
այնքանով որքանով կառնչվի իհարկե պատասխան կտա, բայց ինչքան ես գիտեմ ինչքան ես տեղակ եմ ինքը կապ չունի։ Կապ չունի։ Այո։ Դուք ո՞նց կանները սկսեցին։ Ինչ անեն։ Ինչ եք ասում։ Նահատակված է դեպքի վերաբերել։ Յուրաքանչյուր բանական մարդ դեպքին շատ բացասական գնահատական է տալիս։ Ես էլ հայ քրիստոնյա եմ։ Հերո։ Բայց այս պահին ես գտնում եմ որ ակցիան արդեն իր նպատակին հասավ, հարկավոր է գնալ։ Վերջ, լավ։ Ապակիները ներդայքոր են բայց լավ, Բայց կարելի է բայց Լավ։